Ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի գրավիչ առավել քան արտոնյալ գին ռուսական գազի համար, ռուսական էներգակիրների համար։ Դա իսկապես այդպես է։ Ռուսաստանը շարունակում է մնալ էներգակիրների հուսալի եւ պատասխանատու մատակարար բոլոր երկրների, հատկապես մտերիմ դաշնակիցների եւ գործընկերների համար, ասել է Դմիտրի Պեսկովը։ Նա միաժամանակ հիշեցրել է, որ այդպիսի ռեժիմը հնարավոր չէ այլ ինտեգրացիաների, այդ թվում Եվրամիության մասնակից երկրների համար։ Պեսկովի խոսքով այնտեղ գնային կատեգորիան բոլորովին այլ է, այն շուկայական է, ինչի մասին Երևանում շատ լավ գիտեն։ Կրեմլի խոսնակը հավելել է, Երևանի տնտեսական ինտեգրացիայի հետագա ճանապարհի ընտրության հարցը դեռևս բաց է։ Նա հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, սակայն միևնույն ժամանակ զարգացնում է հարաբերությունները Եվրոպայի հետ եւ ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը պետք է վերջնական որոշում կայացնի հանրաքվեի միջոցով։ Խոսնակը նաեւ նշել է, որ վերջին օրերին Հայաստանի վարչապետից եւ արտգործնախարարից լսել է հայտարարություններ, որ Երևանը չի զբաղվի հակառուսական հռետորաբանությամբ։ Դմիտրի Պեսկովը հավելել է, Հայաստանը եւ Ռուսաստանը լինելով ԵԱՏՄ անդամներ մնում են բարեկամներ եւ երկխոսություն են վարում։ Ռուսաստանն այսօր հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ հայտարարել է, թե իբր Հայաստանում Ռուսաստանի համար այնպիսի անակնկալներ են պատրաստում, ինչպիսիք Հիտլերը պատրաստել էր իդեմս Ճապոնիայի։ Նա նշել է, թե իբր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանության է եկել հակառուսական կարգախոսների շնորհիվ եւ թե նրա հետ պայմանավորվել հնարավոր չէ։ Սիմոնյանը կարծիք է հայտնել, թե Հայաստանում սով է եւ Հայաստանի քաղաքացիներին հարկավոր է հումանիտար օգնություն, հաց եւ ցոր են ուղարկել, որպիսի նրանք չսնվեն հալյուցինագեն սնկերով, քանի որ ըստ նրա միայն նման սնկերի ազդեցության տակ կարելի է քվեարկել ներկա իշխանությունների օգտին։ Նա հավելել է, որ ամաչում է, որ հայկական ազգանուն է կրում։ Սիմոնյանը նաեւ ասել է, թե Ռուսաստանը կարող է դիմանալ առանց Հայաստանի, բայց Հայաստանը չի կարող առանց Ռուսաստանի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում։ Կամ կլինի հրաշալի գործարք բոլորի համար, կամ ընդհանրապես ոչ մի գործարք չի լինի, նշել է նա։ Թրամփը նաև հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Աբրահամյան համաձայնագրերի ստորագրումը պետք է լինի Իրանի հետ համաձայնագրի մաս։ Այդ փաստաթուղթն ըստ նրա պետք է ստորագրեն Սաուդյան Արաբիան, Կատարը, Պակիստանը, Թուրքիան, Եգիպտոսը, Հորդանանը։ Իրանին այդ համաձայնագրերի մաս դարձնելը նույնպես պատիվ կլինի, նշել է Թրամփը։ Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտնել է, որ Թեհրանը եւ Վաշինգտոնը հարցերի մեծ մասի շուրջ համաձայնության են հասել, սակայն դեռ հեռու են հաշտության վերջնական համաձայնագրի ստորագրումից։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։